Ինչու հենց հիմա Ստամբուլում ժպտալով Էրդողանի ձեռքը սեղմելուց ու նրա հետ փակ հանդիպումից 5 օր անց հակաեկեղեցական արշավը ստատուսային խոսքային մակարդակից հասավ զինված ուժայինների դիմակավորված ԱԱԾ-ականների մակարդակի։ Հնարավոր է, որ սա ոչ թե պարզապես եկեղեցականների կուսության հարց է, այլ ավելի մեծ ծրագրի մաս։ Դիվանագետ Դյունիկ Աղաջանյանը վստահաբար ասում է այո ու հիմնավորում։ Եթե հետևածն եք գունավոր հեղափոխությունների սցենարներին, դուք կտեսնեք, որ տվյալ խմբի կոչենք ազգ, պետություն հենասյունային կառույցների հանդեպ, հատկապես եթե դրանք կրոնական բովանդակություն ունեն, մեծ արշավ է սկսվում եւ դրա նպատակը դիմադրողականության առանցքային հենասյունները ոչնչացնելն է։ Հասկանանք, որ սա ոչ թե ինչ-որ մեկ անձի տվյալ պահի քմահաճույք է, որը փորձ է արվում այդպես ներկայացվել, դրա հանրային տրամադրությունների մեջ ինչ-որ նման տպավորություն ստեղծել եւ ոչ էլ անձնավորված խնդիրներով մոտեցումներ է, այլ ունի հստակ նպատակ։ Փաստին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են հասել, որ Էրդողանն ու Ալիևը Փաշինյանին հասկացրել են, վստահ չեն, թե նա քաղաքական ապագա ունի եւ հաջորդ տարվա ընտրություններից հետո կարողանալու է մնալ իշխանության։ Փաշինյանից երաշխիքներ են պահանջել, որ ինքն ի վիճակի է վերընտրվել մնալ իշխանության։ Հակառակ դեպքում որևէ փաստաթուղթ ստորագրելը կարող է անիմաստ լինել։ Ըստ լրատվամիջոցի, հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Թուրքիա կատարած այցի օրը Էրդողանին հանդիպելուց առաջ իրավապահները ցուցադրական բերման ենթարկեցին ընդդիմադիրների, այդ թվում սրբազան պայքարի ներկայացուցիչների, որպեսզի Փաշինյանը Էրդողանին ցույց տա, ինքը տիրապետում է իրավիճակին։ Ոչ միայն այսօրվա, այլև վերջին օրերի ձերբակալությունները ԿՊԱ-ականները որևէ կերպ չեն կապում Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի հետ։ Նաև ապշում են, թե ինչպես կարող է Հայաստանի քաղաքացիներին չհետաքրքրել կաթողիկոսի կուսակրոնության հարցը։ Պետք է մենք հստակ գնահատականներ տանք եւ հայաստանցին, հայ ժողովուրդը պետք է իրականում հասկանա, թե ինչ է կատարվում եկեղեցում եւ այն մարդիկ, ես ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ես շատ մեծ ցավով եմ արձանագրում այս ամենը, բայց իրականությունը այն է, ինչ կա։ Հայաստանում տեղի ունեցողը որոշ մասնագետներ նմանեցնում են 2016-ին Թուրքիայում տեղի ունեցածին։ Զինվորականների մի խումբ փորձեց հեղաշրջում իրականացնել եւ իշխանությունն այդ օրը որոշեց, որ Ֆեթուլա Գյուլենը նախկինում հարգված հոգեվոր ուսուցիչ, իսլամի խորհրդանիշ, այժմ պետականության թշնամի է։ Էրդողանը սկսեց մաքրման գործողությունը, տասնյակ հազարավոր ուսուցիչներ, դատավորներ, լրագրողներ ու զինվորականներ հեռացվեցին աշխատանքից, բանտարկվեցին, որովհետեւ իշխանությունը հասկացավ, որ Գյուլենի ազդեցությունը շատ ավելի խորն էր, քան թվերն են ասում։ Դա մշակույթ էր հիմնված հավատքի ու կրթության վրա, իսկ դա իշխանությանը դուրս չէր գալիս։ Ու հիմա Թուրքիան վերաձևում է իր ազդեցությունը տարածաշրջանում, մի ձեռքով խաղաղության դրոշ բարձրացնում, մյուսով զենքը, խոսելով ուժի լեզվով։ Իսկ եթե այդ խաղաղությունը պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի իր հոգևոր ինստիտուտից, այն կառույցից, որ իր ինքնությունը կերտել է հարյուրամյակներով, արդյոք այդ խաղաղությունը իրական է։ Լիլիթ Մուրադյան, Free Open Media։